Եկեք ծուռ նստենք, բայց ուղիղ խոսենք, ոնց կանցնի ձեր նևրոտիկ խանգարումը, եթե դուք շարունակում եք ապրել այն կոնֆլիկտային իրավիճակում, որը եւ հրահրել է ձեր նևրոտիկ խանգարումը։ Եթե դուք շարունակաբար կոնֆլիկտներ ունեք ձեր հարսի հետ ու նրան բաց չեք թողնում, վերջ-վերջո չեք լուծում այդ խնդիրը։ Եթե դուք տարիներով, տասնյակ տարիներ ապրում եք միանձնավորության հետ, ում չեք սիրում, կամ միգուցե նա ձեզ պահում է քննադատության, վախի, տագնապի մթնոլորտում եւ այլն, եթե դուք տարիներով աշխատում եք մի վայրում կամ կատարում եք մի աշխատանք, որը ատում եք պարզապես, ոնց անցնի ձեր տագնապային խանգարումը եւ ընդհանրապես ձեր նևրոտիկ խանգարումը, կասեք, եթե դուք չեք վեր կենում այն աթոռից, որտեղից մեղ է դուրս եկած եւ նստեք նորմալ աթոռի վրա, ոնց դադարի ցավել ձեր հետույքը։ Ոչ։ Եվ հետեւաբար նևրոտիկ խանգարումները երբեմն, միգուցե կարող եմ նաեւ թույլ տալ ինձ ասել հաճախ բուժվում են, երբ դուք ընտրում եք